Սահմանադրական դատարանում այսօր շարունակվել է 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը կապված խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման հետ։ Առաջին դատական նիստի ընթացքում իրենց դիմումները ներկայացրել են 7 քաղաքական ուժերից 6-ը՝ Ուժեղ Հայաստան և Հայաստան դաշինքները, ինչպես նաև Միասնության թևեր, Դեմոկրատիա-օրեն կարգապահություն, Հանուն Հանրապետության և Նոր ուժ կուսակցությունները։ Նրանք Սահմանադրական դատարանից պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Գործով որպես երրորդ կողմ ներգրավված է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Այսօրվա դատական նիստը մեկնարկել է Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացրած դիմումի քննությամբ։ Դատական նիստում որպես պատասխանատու կողմ հանդես է եկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ հարակից դիրքորոշումներում մասնակցել է նաև Դատախազության, Ներքին գործերի նախարարության և Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է ներկայացրած բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ, գտնելով, որ վիճարկվող որոշումը իրավաչափ է, կայացել է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների պահպանմամբ։ Դիմողները շնորհակալություն բարի աջանալը, բայց ես բարձր դատարան ես կավարտեմ իմ խոսքը, ասելով, որ այսպիսով պատասխանող կողմը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է ներկայացված դիմումների բոլոր 7 դիմումները ամբողջությամբ։ Գտնում է, որ վիճարկվող որոշումը մեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վիճարկվող որոշումը իրավաչափ է։ Կայացվել է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների պահպանմամբ, ուստիև խնդրում ենք դիմումները մերժել, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1406 2026 թվականի 259A որոշումը թողնել ուժի մեջ։ Շնորհակալություն։ Գայանե Հովհաննիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փորմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է Իրանի փոխնախագահի այցը Հայաստան։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդումը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի ողջ տարածաշրջանում հարաբերությունների և համագործակցության հետևողական զարգացմանը։ Սեյեդ Համիդ Փորմոհամմադին վարչապետ Փաշինյանին է փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի ջերմ ողջույնները և շնորհակալություն հայտնել դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի կառավարության ցուցաբերած դիրքորոշման և մարդասիրական աջակցության համար։ Հաջորդ իր զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը, մասնավորապես երկրորդ կամրջի և նոր տերմինալի կառուցման, մաքսային ոլորտում համագործակցության հետևողական զարգացման ու մաքսային ընթացակարգերին վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է էներգակիրների ոլորտում փոխգործակցության զարգացումը։ Անդրադարձ է կատարվել ճանապարհաշինական համատեղ ծրագրերին, ինչպես նաև գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը միտված քայլերին։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների և նոր հնարավորությունների շուրջ։ Հանդիպման ավարտին վարչապետ Փաշինյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի ուղեկցությամբ ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Ծրագրի պատասխանատուները ներկայացրել են իրականացվող աշխատանքներն ու նշել, որ ընթացքի մեջ են կամրջի երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնման, դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգի նորացման, ջրամեկուսացման աշխատանքները։ Վերականգնվում են նաև կամրջային թռիչքային կառուցվածքները և հենարանները։ Նշվել է նաև, որ կթարմացվեն կամրջի բազրիքները, արտաքին լուսավորության հաղորդալարերը կանցկացվեն ստորգետնյա ճանապարհով։ Ծրագրի իրականացման նպատակով համայնքային բյուջեից հատկացվել է 456 միլիոն դրամ։ Տեղեկացվել է, որ կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին։ Որ պոլիմերիզացված բիտումային հիմքով ասֆալտ օգտագործվելու, որը գտնելու է և մետալին, և շարունակել ասֆալտում, և տատանումների դեպքում ինքը բաներ չունի։ Արկետանները մանեք, ընդեղ մի մուտքեր կան, նկատունի
Էնեչևի ներսի հատվածներում գործ անում են։ Հենարանների մեջ այո կան մուտքեր, մինչև ներքև կարելի է իջնել դիտարկումներ։ Այսինքն չժանգոտվում են։ Դրա վրա ասֆալտի աճուծախներով, որը եւ մետալին է խփնելու եւ ասֆալտին է խփնելու, թողնելու, որ ջրերը ներթափանցեն ներսես։ Լարերը անցկացնել։ Լարերն էլ այն, բայց ամենակարևորը ցինկ կամրջի տեսքը լրիվ փոխվելու։ Բանը սուներն են ունենալու եւ ոչ մի լարով։ Դա վերաբերում է ամբողջ Կիևյան, պարոն Արչինպետ, այս աշխատանքը ամենակարևորն է, հա։ Միջայնոց համալիքն է ներկայացրել էր շրջանցամայնի ծրագիր է գելա, հասկանալ եւ մոտեցել է լավ ծրագիր, հետո ես մտածում եմ ռեկրեացիոնով, այստեղից կարելի է երկու տեղից բան քայլուղի բացել, ձորից համալիրից ձոր, որը ավելի տարածքը կմեծացնի, այսինքն եթե հնարավոր է լինի հեծանվողի էլ լինի, մենք հիմա մի հատ նախագիծ ենք նայում Պրոշյանի դեպի այս կողմի լանջ քայլուղի արդեն դիմել են նույնիսկ տրապետագծային առաջադրանքը ստանալ։ Որտեղ ասենք այդ ձևը իմ ասում են, չէ, Երևանի կենտրոնում տարածք չկա, տարածք բացելու ձև է, եկել նույն տարածքի մեջ տենիս ավելի շատ տեղ կա քայլելու, հեծանիվ քշելու, ժամանակ անցկացնելու։ Կախվածությունների ազգային կենտրոն գալիս են մարդիկ, ում հաջողվել է կյանքը փոխելու որոշմանը հետամուտ լինել։ Առաջին օգտագործումը եղել է 23 տարեկանում։ 13 տարի առաջ եմ օգտագործել առաջի անգամ, ծանր թմրանյութ, թողեր, ներվեր, պրոբլեմ, ընտանիքի հետ, տնից կորուստներ։ Տանում ազգում ես, որ ինքը չարիք է, էլի չարիքի մեջ ես։ Էյֆորիայի մասին ոչ մի խոսք։ Մինչ օրս ապրածի հիշողություններում հիմնականում թմրամիջոց հայթայթելու փորձերն են։ Դրանից հետո էլ բուժվելու եւ կախվածության դեմ պայքարի պատմությունը։ Կիսատ մարդ ես էլի դառնում։ Դու պրոստը հեռու մնաս չարիքից, չարիքի մեջ ով կա իրանցի շրջապատը։ Ես հիմա հեռախոսը չեմ օգտագործում, որ այդպես մարդկանց հետ չշփվեմ։ Ցավոք սրտի արտադրվում են սինթետիկ կանաբինոիդներ վերջին տարիներին լայն տարածում գտած, որոնք շատ վտանգավոր են եւ միանշանակ կարող եմ ասել, որ դրա մեկ անգամյա գործածում էլ կարող է լինի խայտարակ հետևանքներով, փսիխոտիկ խանգարումներով եւ կան նաեւ կիսասինթետիկ կանաբինոիդներ Եվրոպայում արդեն բավականին տարածված, որոնք ելի մի քանի տասնյակ անգամ գերազանցում են իրենց նարկոգեն էֆեկտով բնականներին։ Ամեն ինչիդ վրա ազդում է, սեռական օրգաններից սկսած Նամանավանդ հիմիկվա սինթետիկ թմրանյութերը, բավարշը կասեմ, որ ոչ մեկ չանի, սակայն դառնում է աղջիկ, աղջիկը դառնում է տղա, չգիտեմ, հորմոնալ խանգարումները սկսվում է, հենց հիմա 4-5 հատ հիվանդանոց եմ մեծում, բուժում եմ ստանում, բերանից խողը չկարացա, կուրծքս մեծանում է, բուժում եմ, հեռու, ինչքան կարամ հեռու մնամ այդ չարիքի։ Թմրամիջոցներին փոխարինող մետադոնային բուժման ծրագրում այսօր ընդգրկված է 630 մարդ։ Այն լիովին անվճար է Հայաստանի քաղաքացիների համար։ Կախված իրենց վիճակից որոշվում է ռեժիմ, ամեն օր են գալիս, շաբաթը մեկ անգամ են գալիս, մշտապես գտնվում են թմրաբանի հսկողության ներքո։ Այս մարդիկ արդեն կարողանում են աշխատել, սոցիումում իրենց դրսևորել, ընտանիքներ կազմել եւ ունենք բազմաթիվ պացիենտներ, ովքեր հասարակության մեջ չեն տարբերվում առողջ մարդկանցից։ Մետադոնային բուժումը վաղուց ապացուցել է իր արդյունավետությունը։ Վերջին տարիների վիճակագրությունը փաստում է, որ այն ստացողների շրջանում նվազել է մահացությունը։ Միևնույն ժամանակ ավելանում է օգտագործման դեպքերի թիվը։ 2025-ին ունեցել ենք 7964 հաշվառվածներ, որոնցից 193 կանայք եւ 6 անչափահասներ։ Ընդհանուր հաշվով վերջին 5 տարիներին թմրամիջոցներից կախվածության գրանցված դեպքերի թիվն աճել է ավելի քան 6%-ով։ Այս վիճակագրության մեջ բացի կանանցից ավելացել է նաև դեռահասների թիվը։ Հիվանդությունը երիտասարդանում է, դրանց նույնիսկ մեկ անգամյա գործածումը կարող է լինել ճակատագրական գործածողի համար, որովհետև իրենք կարող են առաջացնել ընդհանուր հոգեկան խանգարումներ,
սուր հոգեկան խանգարում։ Կախվածությունների ազգային կենտրոնում ամենից շատ սիրում են հետևել հաշվառվածների նվազող թվին։ Ամսական 1-ից 2 մարդ փոխարինող բուժման օգնությամբ կարողանում է լիովին հաղթահարել նախկինում ունեցած կախվածությունն ու թերթել կյանքի այդ էջը։ Այս տարվանից ավագ դպրոցի ընդունելությունը կիրականացվի էլեկտրոնային եղանակով։ Բուհերի կազմում գործող դպրոցներին սա չի վերաբերում, քանի որ ընդունելությունը քննությունով է։ Ոլորտի պատասխանատուները վստահեցնում են թվայնացման շնորհիվ հիմնական դպրոցից ավագ դպրոց տեղափոխվելը կդառնա ավելի հարմարավետ ու մատչելի։ Քանի որ երեխաների փաստաթղթերը արդեն իսկ թվայնացված են եւ հիմնական դպրոցում պահպանված են, ուղղակի ամբողջ այդ փաստաթղթերը կտեղափոխվեն ավագ դպրոցի տիրույթ, այսինքն թղթաբանության կրճատման եւ վաճառության կրճատման էական հնարավորություն է ստեղծվում։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ղեկավարը մանրամասնում է, մինչև այժմ էլ ընդունելությունն ըստ էության էլեկտրոնային տարբերակով էր։ Ծնողը թղթի վրա դիմում էր ներկայացնում դպրոց, որից հետո տվյալները մուտքագրվում էին էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ, այնուհետև ամեն ինչ տեղի էր ունենում թվային եղանակով։ Առաջիկայում գործարկվելու է my.emis.am համակարգը։ Դպրոցին հայտ ներկայացնելուց մինչև դպրոցի հետ պայմանագիր կնքելն այսուհետ կիրականացվի այս հարթակի միջոցով էլեկտրոնային ստորագրության կիրառմամբ։ Ծնողը նախ եւ առաջ պետք է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ստեղծի իրեն համար հաշիվ, որի միջոցով հետո կկարողանա բոլոր տեսակի ծառայությունները կապված կրթության հետ ստանալ այդ հաշվի միջոցով։ Դա կլինի հայտը ներկայացնելը առաջին դասարան կամ 10-րդ դասարան առանձին գործող ավագ դպրոց, կլինի օրագիրը տեսնելը, հետագայում նաև վկայականը ավարտական իր երեխայի, այսինքն բոլոր այն ծառայությունները, որը ինքը կարող է ստանալ դպրոցից, կստանա այդ հարթակի միջոցով, այսինքն այդ հաշվի միջոցով, իր հաշվի միջոցով։ Արտակ Պողոսյանը վստահեցնում է համակարգից օգտվելը բարդ չի լինի, իսկ պարզ քայլերի հաջորդականությունը համակարգն ինքը կհուշի, մեկը մյուսի հետևից առաջարկելով լրացնելու համար անհրաժեշտ բաժինները։ Ավագ դպրոցի սովորողների հայտագրումը կսկսվի հուլիսի վերջին, հստակ օրը կհայտարարվի ավելի ուշ։ Բայց դրանից առաջ հուլիսի սկզբներին մենք կանենք հայտարարություն բնականաբար, որպեսզի ծնողները ժամանակ ունենան իրենց հաշիվները ստեղծել եւ այդ նույնականացումը անցնել, որպեսզի հայտագրման օրը որևէ խոչընդոտ չունենան։ Նախընտրած դպրոցում հայտագրվելու համար նախ արտոնություններ կտրվեն որոշակի խմբերի, կլինեն նույն արտոնությունները, որոնք գործում են առաջին դասարանցիների հայտագրման դեպքում։ Թե ծնողը ունի նույն դպրոցում սովորող երեխա, եթե ինքը աշխատում է տվյալ դպրոցում, եթե երեխան կամ ծնողը ունեն հաշմանդամություն, եթե երեխան գտնում է խնամակալության տակ եւ եթե ընտանիքը սոցիալական անապահովության համակարգում գրանցված է։ Հայտագրման հնարավորությունը առաջին 2 շաբաթվա ընթացքում հասանելի կլինի միայն նշված խմբերի համար, որ կարողանան գրանցվել ցանկալի դպրոցում։ Հետո համակարգը կբացվի բոլորի համար հայտագրման ընդհանուր հիմունքներով։ 1 շաբաթ հետո էլ համակարգը հասանելի կդառնա նաև օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց, ովքեր ցանկություն ունեն իրենց երեխաներին ընդունել ռուսերենով ուսուցմամբ դասարաններ։ Երեխային հայտագրելուց հետո դիմումը դպրոցին պետք է ներկայացվի մինչև սեպտեմբերի 5-ը։ Հակառակ դեպքում համակարգն ինքնաշխատ կչեղարկի հայտը եւ այդ տեղում հայտագրվելու հնարավորություն կտրվի այլ սովորողների։ Ավագ դպրոցի հայտագրման համակարգը կգործի ամբողջ տարին, այսինքն երեխաները ինչպես եւ հիմա դպրոց ընդունվելու հնարավորություն կունենան տարվա ընթացքում ցանկացած ժամանակ։ Ի դեպ ավագ դպրոցի ընդունելության սկզբունքները նույնն են, ինչ առաջին դասարանցիներինն է։ Էլեկտրոնային ստորագրությունն այս տարվանից պարտադիր է նաեւ առաջին դասարանցիներին հայտագրելու համար։ Աննա Զախարյան, Հովանես Քյոսեյան։ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև իրավիճակը կրկին լարվել է։ ԱՄՆ զինված ուժերը հարված է հասցրել Իրանին ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի թիրախավորման։ Ըստ կենտրոնական հրամանատարության հայտարարության ամերիկյան ինքնաթիռները հարվածել են հրթիռների եւ անօդաչուների պահման վայրերի, ափամերձ ռադարային կայանների։ Հունիսի 25-ին Օմանի մերձակայքում հարվածի է ենթարկվել Սինգապուրի դրոշով նավարկող բեռնանավը, որը փորձել է դուրս գալ Հորմուզի նեղուցից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր, որ նեղուցով անցնելիս միայն Իրանի նշանակած երթուղին է անվտանգ առևտրային նավերի համար, իսկ Օմանի ափերի մոտով անցնող նոր հայտարարված երթուղին ներդրվել է առանց
Թեհրանի հետ համակարգման։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը միջադեպը որակել է որպես Իրանի ուժերի կողմից առևտրային նավագնացության դեմ անհիմն ագրեսիա եւ հրադադարի ակնհայտ խախտում, հավելելով ամերիկյան ուժերը կշարունակեն համակարգել նեղուցով ապահով անցումը։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ հայտարարել է, որ ամերիկյան կողմը չի խախտել Իրանի հետ ստորագրված հուշագրի պայմանները։ Իրանը ստորագրել է հրադադարի համաձայնագիր։ Մենք հարգել ենք այն։ Եթե նրանք անհամաձայնություններ ունեն փոխըմբռնման հուշագրի կիրառման վերաբերյալ, կարող են զանգահարել, բայց բռնությունը կարժանանա բռնության։ Իրանից հայտնել են, որ արկով հարվածի է ենթարկվել հարավային Սիրիկ քաղաքի նավահանգստի հատվածը։ Ըստ պետական ԶԼՄ-ների նավահանգիստը չի վնասվել եւ շարունակում է բնականոն գործունեությունը։ Ի պատասխան ամերիկյան գրոհի Իրանի ռազմածովային ուժերը թիրախավորել են տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտները։ ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է ագրեսիայի կրկնման դեպքում պատասխանն ավելի հզոր կլինի։ Կորպուսը նաև շեշտել է, որ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի 5-րդ կետի համաձայն Հորմուզի նեղուցով նավագնացությունը պետք է համակարգվի Իրանի հետ, իսկ ԱՄՆ-ն ցանկանում էր խախտել այս պայմանը։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին էլ հայտարարել է, որ ամերիկյան կողմը ցույց չի տալիս հանձնառություն բանակցություններին կամ հրադադարին։ ԱՄՆ-ն կրկին հարձակվեց Իրանի վրա բանակցությունների ընթացքում։ Միացյալ Նահանգների ձախողված նախագահը ցույց տվեց, որ որևէ հանձնառություն չունի բանակցությունների սկզբունքներին կամ հրադադարին։ Հրադադարի այս անխոհեմ խախտումն ինչպես միշտ կհանգեցնի նրանց կողմից նահանջի եւ զղջման։ Այս լարվածության ֆոնին Իսրայելը, Լիբանանը եւ Միացյալ Նահանգները Վաշինգտոնում եռակողմ շրջանակային համաձայնագիր են ստորագրել Իրանի կողմից աջակցվող Հզբոլահ շարժման եւ հրեական պետության միջև մարտերը դադարեցնելու շուրջ։ Փաստաթղթի համաձայն իսրայելական ուժերը կշարունակեն մնալ Լիբանանի հարավի այսպես կոչված անվտանգության գոտում մինչև Հզբոլահը չզինաթափվի։ Լիբանանի զինված ուժերը պետք է վերականգնի վերահսկողությունն ամբողջ երկրի նկատմամբ եւ զինաթափի բոլոր ոչ պետական զինված խմբավորումներին։ Այս գործընթացը տեղի կունենա աստիճանաբար։ Լիբանանի բանակը լիարժեք վերահսկողություն կհաստատի նախապես համաձայնեցված փորձնական հատվածների նկատմամբ, որից հետո իսրայելական ուժերը փուլային կերպով դուրս կգան այնտեղից։ Իսրայելի կառավարությունը շեշտում է, որ Լիբանանում իր ռազմական գործողությունները բացառապես ոչ պետական զինված խմբավորումների, մասնավորապես Հզբոլահի հարձակումների, սպառնալիքի եւ թշնամական մտադրությունների հետևանք են։ Իսրայելի կառավարությունն ընդգծում է, որ այս սպառնալիքի վերացումը ամբողջ Լիբանանում նման խմբավորումների զինաթափման եւ լուծարման, ինչպես նաեւ երկու երկրների միջև համաձայնեցման ենթակա լրացուցիչ անվտանգության կարգավորումների միջոցով կվերացնի Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական գործողությունների կամ Լիբանանում ներկայության ցանկացած ապագա անհրաժեշտ Վերոնշյալի համաձայն Իսրայելի կառավարությունը հայտարարում է, որ Լիբանանում տարածքային հավակնություններ չունի։ Կողմերը հայտարարել են նաև, որ ձգտում են ավարտել միմյանց դեմ հակամարտությունը, ապահովել երկու երկրների ինքնիշխանությունն ու անվտանգությունը եւ բարիդրացիական խաղաղ հարաբերություններ հաստատել։ Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ երկրում մարտի 2-ից շարունակվող իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ստորագրված հուշագրի առաջին կետով նախատեսվում է ռազմական գործողությունների անհապաղ եւ մշտական դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում, սակայն Իսրայելի եւ Հզբոլահի միջև բախումները չէին դադարում։ Սյուզաննա Չրաղյան Հաշված օրեր են մնացել Կապանի համայնքապետարանի շենքի եւ այգու պաշտոնական բացմանը։ Գոյություն ունեցող շենքի վերակառուցման, նոր մասնաշենքի կառուցման եւ հարակից այգու բարեկարգման աշխատանքներն ավարտվել են։ Մոտ օրերս Կապանի համայնքապետարանի աշխատակազմը կտեղափոխվի եւ իր գործունեությունը կշարունակի արդեն նոր շենքում։ Ասեմ, որ նոր մասնաշենքի կառուցմամբ ստեղծվել են նոր հնարավորություններ եւ այսուհետ Կապանի համայնքապետարանի բոլոր ստորաբաժանումները կարողանան իրենց աշխատանքները կազմակերպել մեկ վայրից, որը խնդիր էր նախկինում եւ մենք ունեինք ստորաբաժանումներ, որոնք ստիպված էին այլ համայնքային շենքերում իրենց աշխատանքը կազմակերպել։ Այգու հետ կապված հիշողությունները հարուստ են հատկապես ավագ սերնդի շրջանում։ Բնակիչներն անհամբերությամբ են սպասում այգու բացմանը, քանի որ այն իրենց սիրելի վայրերից է։ Այստեղ կարելի է զբոսնել, հանգստանալ ու վայելել զովությունը, ասում են։ Հիմա ենք սպասում շատ անհամբեր, որ սիրուն է, գեղեցիկ է, նստարանները շատ են, այգին շատ գեղեցիկ է։ Կուզենայի թորնիկներիս հետ գայի ու հանգստանալ։ Վայնկոմատ էր, հետո փոխել քաղաքապետարանի, հիմա շատ հաճելի է։ Ասենք նստում ենք, հանգստանում ենք, հով է, շատ գոհ է։ Եվ ցանկանում եմ, որ մեր Կապան քաղաքը, մեր Սյունիքը էլ ավելի գեղեցկանա, ապահով լինի, միշտ խաղաղություն լինի մեր ժողովրդի համար։
առաջ քանդված էր, հիմա ուզում ենք բացվի, որ գանք խաղանք։ Այն ժամանակ մեզ համար էդ էր լավ, բոլորի համար, այդ ոճն էր, բայց հիմա էլ երիտասարդությանը 21-րդ դարը սպասում ենք։ Գորթա Դևոսյանի խոսքով համայնքապետարանի շենքն ամբողջությամբ կահավորված ու վերազինված է ժամանակակից տեխնիկական միջոցներով, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ կազմակերպել ինչպես աշխատակազմի, այնպես էլ համայնքի ավագանու գործունեությունը։ Հունիսի 30-ին կլինի պաշտոնական բացումը առավոտյան, իսկ մեր համաքաղաքացիներին հրավիրում ենք երեկոյան այս գեղեցիկ այգի վայելելու ջազ երաժշտություն։ Աննա Մելքումյան, Տիգրան Թումանյան։ Պետական եկամուտների կոմիտեն կիրառելով ռիսկերի կառավարման համակարգը արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարողներին իրենց դիմումի համաձայն տրամադրում է օրինապահության հավաստագիր։ Իսկ դա նշանակում է, որ այդ տնտեսվարողները հնարավորություն ունեն օգտվելու Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման արագացված եւ բարձրացված ընթացակարգերից։ Քանի որ նրանք արդեն լինում են օրինապահ, պահպանում են օրենսդրության պահանջները, սկսում են վայելել մաքսային մարմինների լիարժեք վստահությունը։ Այս պայմաններում սկսում է թուլանալ նրանց նկատմամբ մաքսային հսկողությունը, մաքսային ձևակերպումների ընդհանուր ընթացակարգում նրանց նկատմամբ սկսում են կիրառվել որոշակի պարզեցումներ։ Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց օրինապահության հավաստագրի ներդրման հիմնական նպատակը բարեխիղճ ու օրինապահ տնտեսվարողների խրախուսելն է։ Օրինապահության հավաստագիր ստացած տնտեսվարողը դառնում է ավելի քիչ ռիսկային, թեթևանում է վարչարարական բեռը, ավելի քիչ ֆինանսներ եւ ավելի քիչ ռեսուրսներ է ծախսում մաքսազերծման գործընթացում։ Նաեւ բեռի զննման գործընթացը իրականացվում է ավելի արագ եւ քանի որ նրանք դիտարկվում են ավելի ցածր ռիսկային, ինչ որ ժամանակահատվածում նաեւ ավտոմատ բաց թողում է տեղի ունենում։ Բիզնեսին օրինապահության հավաստագիրը տրամադրվում է կառավարության որոշմամբ հաստատված։ Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի օրինապահության հավաստագրի ստացման կարգը եւ չափանիշները համաժամանակյա բավարարման դեպքում միայն։ Տնտեսվարողը, որ հավակնում է դառնալ օրինապահության հավաստագիր ստացող անձ, պետք է գործունեություն իրականացնի հարկման ընդհանուր դաշտում, պետք է ունենա հարկային եւ մաքսային մարմիններում ժամկետանց պարտավորություններ, քրեական եւ վարչական վարույթներ եւ մի շարք այլ չափանիշներ։ Էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող միջազգային ընկերությունն առաջիններից մեկն է, որ դիմել եւ ստացել է օրինապահության հավաստագիր, օգտվել օրինապահության համար սահմանված արտոնություններից, խնել ժամանակ ու ռեսուրս եւ ոչ միայն։ Օրինապահության հավաստագրի ստացումը մեզ համար կարևոր ձեռքբերում է։ Այն հաստատում է մեր թափանցիկ, պատասխանատու եւ հուսալի գործունեությունը։ Հավաստագրի շնորհիվ մենք կարողանում ենք արագացնել մաքսային ձևակերպումները, նվազեցնել սահմանային անցակետերում սպասման ժամանակը եւ օգտվել պարզեցված մաքսային ընթացակարգերից։ Եվ այս ամենը մեզ օգնում է առավել արդյունավետ կազմակերպել մեր աշխատանքը եւ ապահովել անհրաժեշտ սարքավորումների ու ապրանքների ժամանակին մատակարարումը։ Արտաքին տնտեսական գործունեության օրինապահության հիմքում նախ եւ առաջ կամավորության սկզբունքն է։ Կարևոր է թույլ չտալ միտումնավոր սխալներ եւ ինքնուրույն շտկել բացթողումները։ Կամավոր օրինապահությունը ենթադրում է, որ եթե նույնիսկ դու ինքդ գտել ես սխալ, դու ինքդ կամավոր գալիս ես, ներկայանում ես եւ սկսում ես ուղղել քո սխալը, որի շնորհիվ դու չես տուգանվում։ Ամբողջ հիմքը սրանում է, որ օրինապահ լինելը, եթե դա կամավոր է, բավականին հեշտ է։ Իսկ լինել օրինապահ նշանակում է բացառել ստվերը եւ ապահովել ապրանքների օրինական ու թափանցիկ տեղաշարժը մաքսային սահմանով, ինչը կարևոր նախապայման է երկրի տնտեսական անվտանգության ամրապնդման եւ տնտեսության կայուն զարգացման համար։ Օրինապահությունը բացի նրանից, որ տալիս է մի շարք արտոնություններ, տալիս է մի շարք պարզեցումներից օգտվելու հնարավորություն, տանում է նրան, որ տնտեսվարողների մոտ սկսում է իսպառ բացակայել ստվերը։ Օրինապահ դաշտում աշխատելու պայմաններում նրանք արդեն ստվերից պետքա դուրս գան, բոլորովին աշխատեն, ուրեմն թափանցիկ, տեսանելի։ Օրինապահ տնտեսվարողների նկատմամբ բարձրացված ընթացակարգերի կիրառումը միաժամանակ մաքսային մարմիններին հնարավորություն է տալիս ռեսուրսները առավել նպատակային կենտրոնացնել բարձր ռիսկային բեռների վերահսկողության վրա, բարձրացնելով աշխատանքի արդյունավետությունը։ Կիբերտարածությունում մարտահրավերները շարունակաբար փոխվում են եւ դրանց արդյունավետ հակազդելու համար անհրաժեշտ է ոչ միայն ժամանակակից գործիքակազմ, այլև ոլորտային մասնագետների բարձր պատրաստվածություն։ Այդ համատեքստում Հայաստանի եւ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունների սերտ համագործակցությամբ հունիսի 22-ին ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է կիբերհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում կարողությունների զարգացման դասընթացը։ Այս դասընթացը թույլ կտա ներքին գործերի նախարարության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներին շարունակել զարգացնել իրենց գիտելիքները, կարողությունները,
համակարգչային հանցավորության, կիբերհանցավորության բացահայտման եւ դրա դեմ արդյունավետ պայքարի կազմակերպման ոլորտում։ Հարավային Կովկասում Ֆրանսիայի ոստիկանության ատաշե Օլիվիե Լեֆեբրը ողջունել է վերապատրաստման մասնակիցներին եւ նշել, որ դասընթացը հնարավորություն կտա ծանոթանալ թվային հետաքննությունների, բացաղբյուրների հետախուզության, կրիպտոարժույթների եւ դարքնետ միջավայրում տեղեկատվության հավաքագրման ու վերլուծության մեթոդներին։ ՆԳՆ կրթահամալիրի պրոռեկտոր Միսակ Մարկոսյանը մասնագիտական աջակցության համար շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերներին, ընդգծելով, որ միջազգային առաջավոր փորձի փոխանակումը կնպաստի թե ծառայողների հմտությունների կատարելագործմանը, թե ՆԳՆ համակարգում արդի մոտեցումների ներդրմանը։ Վերապատրաստման կարևոր մասն են կազմում գործնական վարժությունները, որոնք մասնակիցներին հնարավորություն կտան ամրապնդել ձեռք բերած գիտելիքներն ու տարբեր սցենարային իրավիճակներում կիրառել դրանք։ Դասընթացը հերթական կարևոր քայլն է Հայաստանի եւ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունների միջև գործընկերային կապի ամրապնդման եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում կարողությունների շարունակական զարգացման հանձնառության ուղղությամբ։ Հունիսի 25-ին ժամը 17:30-ի սահմաններում քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում մայրաքաղաքի Աբովյան Պուշկինի փողոցների խաչմերուկում ձերբակալել եւ վարչություն են տեղափոխել 2020 թվականի հուլիսից մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդուն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 9 փամփուշտով լիցքավորված ատրճանակ։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին։ Նախաքննությունը շարունակվում է։ Օրերս լրատվական կայքերից մեկում տարածվել էր տեսանյութ, որում BID-ի վարորդը կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները երթևեկում էր հանդիպակաց գոտով, իրական վտանգ ստեղծելով երթևեկության մյուս մասնակիցների համար։ Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մեքենան հունիսի 24-ին հայտնաբերվել եւ տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Մի տեսանյութ էլ տարածվել էր սոցցանցերում։ Նիվայի վարորդը մեքենան վարում էր անկանոն, ստեղծելով վթարային իրավիճակ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մեքենան հայտնաբերվել եւ տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Հարգելի վարորդներ, հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Հանրային անվտանգության ապահովման գործում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակում է մնալ իրավապահ համակարգի առաջնահերթությունը։ Կյանքեր կործանող այս չարիքի դեմ պայքարն անզիջում է, իսկ կանխարգելման միջոցառումները շարունակական։ Ու նաև այս խնդրի շուրջ միջազգային հանրության ջանքերը համախմբելու նպատակով է, որ հունիսի 26-ն աշխարհում նշվում է որպես թմրամիջոցների օգտագործման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օր։ 2026 թվականի 5 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք։ Ոստիկանությունը հետևողական պայքար է տանում թմրամիջոցների շրջանառության դեմ, հատկապես մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն կանխելու ուղղությամբ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության բոլոր հենասյունային ուղղությունների ворթեգրած համակարգային մոտեցման եւ արդյունավետ պայքարի շնորհիվ կանխվում է նաեւ փոքր խմբականակներով թմրամիջոցների տարածումը, բացահայտվում են դրանց պահման, օգտագործման եւ իրացման ամբողջական շղթաները, հնարավորություն տալով առավել արդյունավետ հակազդել հանցավորության ընդլայնմանը։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ներքին գործերի նախարարությունը իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ միջազգային գործընկերների հետ թիրախային աշխատանք է իրականացնում։ Արդյունավետության մասին փաստում են գրանցված արդյունքները։ Միայն այս տարվա առաջին եռամսյակում համատեղ միջոցառումների արդյունքում ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 147 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց։ Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը միջգերատեսչական մակարդակում պահանջում է համալիր մոտեցում, ներառելով հանրային առողջապահության եւ անվտանգության բաղադրիչներ։ Ներքին գործերի նախարարությունը թմրամիջոցներից զերծ եւ անվտանգ միջավայր ապահովելու հանձնառությամբ շարունակելու է անզիջում պայքար մղել, նպատակ ունենալով կանխարգելել թմրամոլությունը եւ կասեցնել թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։